ՊԱԾ պաշտոնապես մեղադրանք առաջադրեց պետական միջոցներից ավելի քան 4 միլիոն լարի խարդախությամբ հափշտակելու գործով ձերբակալված անձանց։ Մեղադրանքները ներկայացվել են հեռակակարգով նույն գործով մեղադրյալ Բիճիկո Բայկիձեի դեմ, ով BP տրանս ընկերության բաժնեմասի 100%-ի սեփականատերն է։ Մեղադրանքների ներկայացման գործընթացին մասնակցել են ձերբակալվածների իրավապաշտպանները և ներկայումս փախուստի մեջ գտնվող Բայկիձեն։ Գործը, որը նշված է քննչական զեկույցում, վերաբերում է BP տրանս ընկերության մասնակցությամբ իրականացված ենթակառուցվածքային նախագծերից մեկի իրականացմանը, որի ընթացքում, ինչպես նշված է հաղորդագրության մեջ, պետական միջոցները ապօրինի և խարդախ կերպով յուրացվել են կոնկրետ անձանց մասնակցությամբ։ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը կանչվել Մեծ Բրիտանիայի դեսպան Գարեթ Ուորդը, իսկ մինչ այդ կանչվել էր Գերմանիայի դեսպանը։ Դեսպանը արտաքին գործերի նախարարություն մտնելուց առաջ լրագրողների մեկնաբանություն չարեց։ Ինչպես նշել են արտաքին գործերի նախարարությունից, Գերմանիայի դեսպանին պարզաբանվել է, որ Վիեննայի կոնվենցիայի համաձայն դիվանագիտական առաքելության անդամը պարտավոր է չմիջամտել հյուրընկալող պետության ներքին գործերին։ Վրաստանի վարչապետն անդրադարձել է դիվանագետներին արտաքին գործերի նախարարություն կանչելու հարցին։ Իրակլի Կոբախիձեի խոսքով սա դիվանագիտական միջոցառում է, որը նպատակ ունի դեսպանների գործողությունները վերադարձնել դիվանագիտական շրջանակներ։ Կոնկրետ դեսպաններն անմիջականորեն ներգրավված են քաղաքական գործընթացներում, ինչը ժողովրդավարության սկզբունքի կոպիտ խախտում է, և սա Վիեննայի կոնվենցիայի սկզբունքի կոպիտ խախտում է, սա պահանջում է արձագանք, հայտարարել է Իրակլի Կոբախիձեն։ Ըստ Վրաստանի կառավարության ղեկավարի, Վիեննայի կոնվենցիան արգելում է քաղաքական գործընթացների միջամտությունը, որը Վրաստանում շատ կոպիտ ձև ունի։ Ուկրաինայի նախագահի կողմից Վրաստանի վերաբերյալ ՄԱԿ-ի ամբիոնից արված հայտարարությանը հաջորդել են իշխող թիմի կտրուկ գնահատականները։ Մեծամասնության անդամների կարծիքով Վրաստանը բոլոր ցուցանիշներով առաջ է Ուկրաինայից, հատկապես մարդու իրավունքների և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում։ Ընդդիմադիր սպեկտրի մի մասը Զելենսկուն անվանում է ազատ աշխարհի ակնառու դեմքերից մեկը և նշում, որ սա ոչ միայն նրա կարծիքն է, այլ արևմտյան աշխարհի։ Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահը երեկ ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, որ Վրաստանը արդեն կորել է Եվրոպայում և որ այն կախված է Ռուսաստանից։ Ուկրաինայի նախագահի կողմից ՄԱԿ-ի ամբիոնից Վրաստանի վերաբերյալ արված հայտարարությունը անդրադարձել են նաև Վրաստանի վարչապետը, խորհրդարանի նախագահը և քաղաքապետը Թբիլիսիում։ Հիշեցնենք, Ուկրաինայի նախագահը երեկ ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, որ Վրաստանը արդեն կորել է Եվրոպայում և որ այն կապված է Ռուսաստանից։ Վրաստանի նախագահի այցը ԱՄՆ երկարաձգվում է։ Այսօր Միխեիլ Ղավելաշվիլին ելույթ կունենա ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի մասնակիցների առջև։ Նախագահը համաշխարհային առաջնորդներին կներկայացնի մեր երկրի առաջնահերթությունները և կխոսի Վրաստանի առջև ծառացած մարտահրավերների մասին։ Նա նաև կանդրադառնա երկրի տարբեր ոլորտներում արձանագրված նվաճումներին։ Ղավելաշվիլին կհանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Դեմառդեմ հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն տարբեր արդիական հարցեր։ Վրաստանի առողջապահության նախարարը ելույթ ունեցավ Նյու Յորքում սեպսիսի և ոչ վարակիչ հիվանդությունների վերաբերյալ միջոցառման ժամանակ։ Միջոցառումը տեղի ունեցավ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում և թեման սեպսիսի և ոչ վարակիչ հիվանդությունների միջև կապն էր։ Միջոցառումը բացեց Գլոբալ սեպսիսի դաշինքի գործադիր տնօրենը։ Նշվեց, որ սեպսիսը հաճախ զարգանում է որպես ոչ վարակիչ հիվանդությունների բարդություն և կարևոր է, որ այս գործոնը հաշվի առնվի ազգային ռազմավարություններում։ Իր ելույթում Սարջվելաձեն խոսեց Վրաստանի ձեռքբերումների մասին ոչ վարակիչ հիվանդությունների բուժման հասանելիության առումով։
Թբիլիսիի քաղաքային դատարանում կայացավ հզոր Վրաստան շարժման առաջնորդներից մեկի Ալեկո Էլիսաշվիլիի դատավարությունը, որտեղ հարցաքննվեցին մեղադրանքի կողմի վկաները 3 քննիչներ։ Նրանց պնդմամբ Էլիսաշվիլին քաղաքական դրդապատճառներով քրեական արարք է կատարել Ալի Բաբաևի դեմ։ Էլիսաշվիլին մեղադրանքը անվանում է աբսուրդ։ Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Ազատ Վրաստան կուսակցությունից Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուն ճեպազրույց է անցկացրել։ Կախակուկավան խոսել է կոլեկտիվ հայցի մեկնարկի մասին, որը վերաբերում է վարկային կազմակերպությունների կողմից բարձր տոկոսադրույքով վարկերի տրամադրմանը։ Նրա խոսքով քաղաքացիները կարող են դատարանի միջոցով պահանջել վարկերի տոկոսադրույքի իջեցում։ Կուկավայի խոսքով իրավական գործընթացները պարզելու համար Ազատ Վրաստանի շտաբում բացվել է թեժ գիծ, որտեղ քաղաքացիներին կօգնեն դատական հայցեր պատրաստելու եւ ներկայացնել։ Կենտրոնական ընտրական վարչությունը շարունակում է ակտիվորեն նախապատրաստվել ընտրություններին։ Այս փուլում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի էլեկտրոնային թիմը կարգավորում է պլանշետները եւ թեստավորման ծրագրերը, որոնք ապահովում են արձանագրությունների փոխանցումը եւ ընտրական գործընթացի սահուն անցկացումը։ Սարքերը պատրաստվում են ինչպես էլեկտրոնային, այնպես էլ ավանդական տեղամասերի համար։ Ի վերջո դրանք կբաշխվեն երկրի տարբեր ընտրատեղամասերում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լոգիստիկայի թիմի միջոցով։ «2025 թվականի հոկտեմբերի 4-ին կանցկացվի քաղաքապետարանի մարմինների ընտրություններ։ Այս օրը Վրաստանի քաղաքացիները կընտրեն 5 ինքնակառավարվող քաղաքների եւ 59 ինքնակառավարվող համայնքների քաղաքապետեր, Թբիլիսիի եւ 63 քաղաքային խորհրդի անդամներ։ Ընտրողների գրեթե 90%-ը կրկին կքվեարկի օգտագործելով ընտրական տեխնոլոգիաները։ Ընտրատեղամասում ընտրողը կստանա 1 քվեաթերթիկ, որը բաժանված կլինի 3 սյուների։ Ընտրողը պետք է գունավորի իր ընտրությունը համապատասխան սյունակում միայն 1 ընտրական սուբյեկտի առջև գտնվող շրջանագծի ներքին տարածությունը։ Արի ընտրությունների։ Կատարիր ընտրություն։ Քո ձայնը կարևոր է։ ԿԸՀ ընտրությունները ընդհանուր գործ է։